ձեր առած գործերի ամենակարևոր բանը եղել են, ես միշտ բարձր եմ գնահատում ընդդիմության դերը եւ իշխանությունը ես համարում եմ երկու մասից բաղկացած ընդդիմությունն է իշխանություն, որը շատ դեպքերում ճիշտ չի հասկացվում։ Դուք ընդհանրապես ձեր հանրահավաքներով բաներով պարբերաբար հաստատել եք, որ օրվա քաղաքական կուրսը ճիշտ է, որովհետեւ ժողովրդի աջակցություն չեք ստացել։ Ափսոս Վիլեն Գաբրիելյանը այստեղ չի։ Մի տեսակ խանդով խոսած, որ մենակ դու չեք պարոն Աղազարյան, որ տղա եք։ Պարոն Վիլեն Գաբրիելյան, ես ձեզ եմ շատ հարգում սիրում, բայց դուք ոչ կուսակցության սիրելին եք, և դուք այդ հանգամանքի ներքո եք ցույց տվել ձեր այս կամ այն հարցում համարձակ կեցվածքը։ Ես ոչ կուսակցության սիրելին չեմ եղել, բայց դառը իրականությունների մեջ միշտ իմ կեցվածքը պահպանել եմ, բայց բոլոր դեպքերում ես շատ բարձր եմ գնահատում ձեր գոյությունը և թիմում և պետականության հետ կապված։ Հիմա ես մի կարճանազանեմ Տիկին Կուրեյանի ելույթին, որովհետև այնտեղ շատ կարևոր բան ասում Տիկին Տատախազ։ Ինքը ասում է, որ դուք մայիսից 23 թվականի մայիսից արդեն այդ մարդկանց հետ կապված ինչ-որ բաներ է տեղի ունեցել եւ այլ կարելի է արդյոք մտածել, որ այնտեղ ինչ-որ բաներ նախապատրաստվել է եւ այլ։ Փողոցում երկու օր առաջ հանդիպեցի պատահական մի հատ մարդու։ Բարևեցի, չճանաչեցիք պարոն Աղազարյան, ասեցի չէ կներեք, ասավ բանը, ներկայացավ, անունը չեմ տա, ներկայացավ, ասավ գիտեք, այդ մանր եղջրավոր անասունների գործով ես էլ ձեզ պետք է զանգեի, ասավ ոնց են անում, բռնում են հանցագործության մեջ մեղադրվող երկու հոգու և իրանցից թելեր են տանում տարբեր թելեր, կներեք էլի ներողություն եմ խնդրում, բայց արդեն կյանքը կա, տեսնում ենք, և փորձում են կապել այս կամ այն մարդու հետ, որի վրա ինչ-որ ձևով բան փորձեն անել։ Ես էլ պետք է ձեզ զանգեի, ես չզանգեցի, ասում եմ։ Հիմա պետք է բան անենք, անդրադառնանք պարոն Հայկ Մնջուրյանի ելույթին։ Պարոն Մնջուրյան, ես ձեզ սենյակում ասել եմ, որ ինչ-որ ասել եմ, լրիվ չեմ ասի բնականաբար, բայց մասնավորապես ասել եմ, որ ես միշտ գնահատել եմ ձեզ, ես հարգել եմ ձեզ, կներեք, որպես իդիս շատ փոքրի տղաների տարիքի, նաև ես սիրել եմ ձեզ որպես երիտասարդ մարդ, երիտասարդ քաղաքական գործիչ, բայց ձեր խոսքը, և որ դուք ելույթ եք ունենում, այսպես կանգնած ելույթ եք ունենում, չէ, եթե այնտեղից մի հատ բան գցենք լույս, որ տնանք ստվեր կա թե չէ, ստվեր չի առաջանա, ձեր գեղեցիկ խոսքը դատար կա արդյունքում, դուք բառերի կույտ եք հավաքում իրար գլխի և միտք եք արտահայտում, հիմա արդյոք դուք չգիտեք, որ ավտորիտարիզմը և բռնապետությունը տարբեր բաներ են, ավտորիտարիզմը մի մակարդակ ցածր է բռնապետությունից և այս պահին իմ ստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործել և փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը, որ կայանում է, չդառնա բռնապետություն։ Իհարկե, ձեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իշխանության հետ, շատ ճիշտ է, բայց եթե ես եմ արել, ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել, ուրեմն մի ծախեք իմ վրա իմ արածը, ես եմ դա բերել նաև, և ավտորիտարիզմը նորից եմ ասում, դա դեռ բռնապետություն չի, եթե վարչապետը կանգնում ասում է, ուղիղ եթերով, ելույթ անում հմեկի ուղիղ եթերով և հայտարարում, որ ինքն է ԲԴԽ-ի նախագահին ասել, որ բան անի, հրաժարական տա, ավտորիտարիզմը որն է, ավտորիտարիզմը վատ բան է, ես մի անգամ էլ նախաձեռնողի նիստի ժամանակ ասացի, պարոն Գաբրիելյան, ասացի պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք, նա թող եք տնանք կարում ենք, մենք քայլեմ, թե չէ, այդեն սախիտ խեղդել է իմ այնքը, գրկել խեղդել է դարլա ավտորիտար ղեկավար, դա վատ է, թող իմ խոսքի արդյունքում դուք, որովհետև դուք ուժեղ երիտասարդներ եք, իմ խոսքի արդյունքում դուք հակադրվեք ինձ և այս շղթաներից ազատվեք, որ ինքն էլ ուժեղ լինի։ Մենք եք իրան թուլացրել, մեր բանով և շատ ենք թուլացրել, և երեկվա իր ելույթը ստեղից դրա պատվիսն է։ Հիմա
Հրաժարվել եմ վարչության հորդորից, որպեսզի մանդատը վայելելու հետ կապված։ Բնականաբար հրաժարվել եմ, իսկ նախ երեք էլ հիմնավորում բերեցի, որովհետև դա իմ համար շատ վիրավորական էր վարչապետի նման վերաբերմունքը, եւ ես չէի կարող, եւ ես Կիլիկիայի հետ կապված կներեք հազար անգամ ներողություն, երբ որ ամեն մեկը չգիտեմ որտեղ էիք, ես նոյեմբերի 9-ից 3-4 օր հետո հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ Քարվաճարը մեր չի եղել երբեք։ Այո, ես իրական Հայաստանի կողմնակիցն եմ եւ տերն եմ, բայց ինչ կարիք կա առավոտ այդ մասին խոսալ, կեսօրին այդ մասին խոսալ, երեկոյան այդ մասին խոսալ, հաջորդ օր այդ մասին խոսալ, ինչ կարիք կա։ Միգուցե այդ ամեն ինչի մեջ մի հատ վտանգ է թաքնված։ Այդ անհանգստությունը կարող եմ ունենալ, որ վաղը չեմ իսօրը ինձ ուրիշ իրական Հայաստանա հրամցվելու, բավարարվեք ես իրական Հայաստանով, եւ ես այդ վտանգի դենալով պայքարել եմ, պարոն Գոնջորյան, ամեն անգամ ձեր ներկայությամբ հարց եմ տվել, փախստականների վերադարձի հարցը քննարկվում է, թե չի քննարկվում, ամեն անգամ ստացել եմ բացասական պատասխան, շնորհակալ եմ, բայց հիմա այդ հարցը քննարկվում է, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, հսկայական արյուն հոսելու պարագայում, եթե մի կողմը ասում է պիտի փախստականները գան նոր խաղաղության պայմանագիրը ստորագրեն, այդ կողմը խաղաղություն է ուզում։ Եթե մի կողմը ասում է Տիգրանաշյանը պիտի տաս ինձի, որ մեր ինձ տեղադրի ինչ-որ մարդկանց, որոնք անկայունության էլեմենտներ պիտի սերմանեն անդադ, այդ մարդը խաղաղություն է ուզում, խաղաղություն չի ուզում։ Հիմա ես իրավունք ունեմ անհանգստանամ մեր պետության վաղվա օրվա վրա։ Ունեմ։ Կարող է այնպես լինի, որ դուք նաև իմ տաշեղիս, տաշեղ անձիս, փոքրիկ խոսքով, որ դուք ասեք այսքան լիքն եք և ուժեղ եք, և մի հատ տաշեղ ապակասում, որպեսզի դուք դառնաք ամբողջական ուժեղ։ Կարող է այդ իմ պահվածքով դուք դառնաք այդ ամբողջական ուժեղը և բոլոր այն անհանգստությունները, որ կա այսօր հասարակության մեջ, փարատեք և լուծեք, եւ պարոն Կոնջերյան, դուք այստեղ որ ասում եք Կիլիկիա բան եւ այլ, կանգնեք ելույթ ունեք եւ ասեք, որ Աղազարյան Հովիկը սխալվեց, բանալ քաղաքական բանկրոտ է։ Ես երջանիկ կլինեմ, որ լինեմ քաղաքական բանկրոտ այդ հարցերի կոնտեքստում ու լինեմ շահած քաղաքացի։ Հիմա ես տեսնում եմ ինչեր է տեղի ունենում։ Ես ձեզ եմ խնդրել մի քանի անգամ ասել եմ կանչենք պարոն Քայարամյանին հարցեր կա, կանչենք ես մեկին հարցեր կա քննարկենք, ես տասնյակ անգամներ երևի այս ընթացքում հարց եմ տվել կալանքը որպես ճշմամիջոց օգտագործվում է, թե չի օգտագործվում, պատասխանը ստացել եմ դասախոսական մակարդակով։ Ուր ենք եթում, ճիշտ է, զուգարաններում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջերյան, սպանության և մարդուն ոչնչացնելու տարբեր ձևեր կա։ Եվ դեռ հարցը զուգարանում սպանելն է ավելի մարդկային, թե մտնել ուրիշի հեռախոսի մեջ, որն է ավելի մարդկային։ Ես ո՞ց պիտի նայեմ իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ տղաների աչքերին, ո՞ց պիտի նայի իմ շրջապատի աչքերին, բայց ես նայել եմ իմ տղաների աչքերին։ Իմ տղաները պարոն Սիմոնյանի մոտ ինձ պաշտպանել են։ Եվ այսօր Հայաստանում չկա մի հատ մեկը, որ իրա կողքին կանգնած ելնեն 3 հատ տղա, չհաշված պարոն Ասլանյանը, որպես ընկեր։ Չկա մեկը, որ իրա կողքին կներեք ռուսների բանեմար, նասմերտ կանգնած ելնեն իրա տեղեքը։ Այդ մեկը ես եմ, և ես տաշեղ չեմ, պարոն Կոնջերյան, հետ էլ իմացեք, լավ, այսքան է։